Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են ադրբեջանական դիրքերը։ Բաքվից վերջին 3 օրերին այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություններ են տարածվում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օպերատիվորեն արձագանքում էր Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը այդ տեղեկությունները որակելով կեղծիք։ Ուշագրավ է, որ Ալիևի վարչակազմը ապատեղեկատվության այս արշավը սկսեց անմիջապես այն բանից հետո, երբ Բաքուն ու Երևանը հայտարարեցին, որ կողմերը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ վերջնական համաձայնության են եկել։ Կրակոցների վերաբերյալ Բաքվի հայտնած տեղեկություններին այսօր Հայաստանի վարչապետի աշխատակազմն է անդրադարձել, շեշտելով, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմի բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ եւ ստուգման արդյունքներով հերկել հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները։ Վարչապետի գրասենյակը հիշեցրել է, որ դեռևս 2024 թվականի հունիսի 22-ին Երևանը Բաքվին առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, որին Ադրբեջանը մինչ օրս դրական չի արձագանքել։ Հայաստանի ղեկավարի գրասենյակը եւս մեկ անգամ շեշտել է, որ կողմ է խաղաղության գործընթացի շուրջ բանակցությունների շարունակականությանը։ Ադրբեջանը Հայաստանին պատասխանեց արտգործնախարարության միջոցով Հայաստանին կրկին մեղադրելով ոչ միայն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու, այլև սահմանին լայնածավալ կուտակումների, այդ թվում հարձակողական սպառազինություն տեղակայելու համար։ Նիկոլ Փաշինյանի թիմակից Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արտուր Հովհաննիսյանը չի կարծում, որ այս հայտարարություններով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը ձախողվում է, սակայն դրանց բովանդակությունը խնդրահարույց է համարում։ Իրավիճակը ապականացման չի գնում, պետք չի ես կարծում նման կանխատեսումներ անել այս պահին, այո, Ադրբեջանից հնչում են անհասկանալի հայտարարություններ։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շեշտելով, որ Ադրբեջանը խաղաղության կողմնակից չէ եւ շարունակում է հակայի քաղաքականությունը, տարակուսելի է համարում, որ իշխանականներն ապակայունացում չեն տեսնում։ Ոնց կարող է որևէ հայ մարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հավատ ներշնչի Ալիևյան ռեժիմի արտահայտած մոտեցումներին։ Ոնց էլի որևէ մեկը, եթե նման վարքագիծ է դրսևորում կամ միամիտ է, կամ հանուն իր որոշակի շահերի նեղ խմբային անձնական փորձում է դրանով քողարկել շատ բաներ, կամ ուղղակի պարզապես այդ մարդը Հայաստանի Հանրապետության հետ իր կենսական շահը չի կապում։ Ադրբեջանի սահմանային խախտումների մասին հրապարակումներից հետո Երևանն ապացույցներ է ուզել, սակայն Բաքուն չի տրամադրել։ Ֆակտոր TV-ն Արտուր Հովհաննիսյանից հետաքրքրվեց, ինչ մեխանիզմներով են դիմել Բաքվին։ Մեխանիզմները ըստ էության այն խողովակներն են, որոնց միջոցով մենք ըստ էության նաև բանակցային գործընթացում հաղորդակցվում ենք բնականաբար Ադրբեջանի հետ, դրանք պաշտոնական հաղորդագրություններն են ոչ ուրեմն դիվանագիտական խողովակներով, Ադրբեջանի հետ երկկողմ խոսակցություններում ոչ մեկ անգամ առաջարկել ենք ուրեմն մեխանիզմ, որով մենք կվերահսկենք սահմանին իրավիճակի եւ հրադադարի ուրեմն խախտումների հնարավոր խախտումները, որևէ արձագանք Ադրբեջանի կողմից չենք ստանում։ Արծվիկ Մինասյան իշխանականներին ի պատասխան հայտարարում է, թե միամտություն է Ալիևից կառուցողական արձագանքի սպասելը։ Այս մարդիկ խաբվում են Ադրբեջանի հետ հարաբերություններում, քանի անգամ ասենք, որ չի կարելի վստահել։ Չի կարելի այդ մարդկանց ադրբեջանական վարքագիծը որևէ ձևով հիմքում դնելով գնալ հաշտության, համագործակցության, հաշտություն, համագործակցություն, արժանապատիվ խաղաղությունը կլինեն ժամանակ, երբ որ Ադրբեջանը ստանա համարժեք պատասխան։ Հիշեցնենք, սահմանին իրավիճակին 3 Եվրամիության առաքելություններ անդրադարձել եվրոպացի դիտորդները նշել են, որ իրավիճակը մնում է հանգիստ, արտառոց ակտիվություն չի նկատվում։ Դիտորդների վերջին հայտարարությունից շատ չանցած Բաքուն առաքելության բարեկությունը հերթական անգամ լրտեսական գործունեություն որակեց։